Լրատվական ռադիոն ներկայացնում է լուրջ խնդիր է ընդհանրապես։ Ինքը իմ կարծիքով երկու հիմնական, գուցե 3 հիմնական խնդիրներից է կազմված, էլի։ Մեկը դա նյութաբանությունն է, այսինքն որ դու այնպիսի նյութեր ունենաս, որոնք քիչ խոցելի լինեն, լրիվ անխոցելի դժվար է, իր ռադիոտեխնիկական, օպտիկական եւ այլ առումներով մենք պատրաստ ենք այսօր։ Մի բան էլ, որը մեր մոտ երբեք առանձնապես չի ստացվել, դա իր այդ քարշակային մասն է։ Իր քարշակային մասն է, ընդհանրապես կոնցեպտուալ մասն է, որովհետեւ այսօր ակնհայտ է, որ տանկերը որպես այդպեսին վերանում են։ Իրանք վերածվում են ռոբոտացված, ավելի փոքր, ավելի մեծ կրակային հզորություն ունենալով, ավելի հեռահար, ավելի ճշգրիտ, ավելի եւ այլն, սենց եւ ավելի անխոցելի, այսինքն եթե մեջը մարդ չկա, այսինքն դու խոցի ինչքան ուզում ես։ Ինչքան ուզում ես խոցի, էլի։ Համ դժվար է խոցել, որովհետեւ փոքր է, համ էլ եւ այլն։ Այսինքն զարգացումը այդ ուղղությամբ է գնում, ռոբոտաշինության ուղղությամբ է զարգացումը գնում, որտեղ մենք հիմա կադրեր իհարկե պատրաստում ենք, հուսով եմ, որ 5 տարի, 6 տարի հետո այդ կադրերը արդեն պատրաստ կլինեն, տենց լուրջ ռոբոտաշինության համակարգեր նաև։ Երեխաներն, ինչպես ասացինք նախորդ հատվածում, արագ են մեծանում։ Հետո մյուս ուղղությունը, որը պետքա վերականգնենք, որ էլի փորձում ենք մենք, ոչ թե փորձում ենք, այլ հեսա կսկսենք դա հաղորդումն ամբողջությամբ հասանելի է լրատվական ռադիոյի բաժանորդներին։ Բաժանորդագրվեք 1, 6 կամ 12 ամսով եւ ստացեք այս եւ բոլոր մնացած մեր ռադիոհաղորդումները նաեւ դիտելու հնարավորություն։ Բաժանորդագրությունից առաջացող հասույթը լրատվական ռադիոյի ֆինանսական անկախության եւ խոսքի ազատության երաշխիքն է։